Ոչ թե 23 թվականից 1993 թվականից պետք է ներդրված լիներ, տենց հերթով փնտրեկով է մեղավորը, դե մենք էլ ենք մեղավոր։ Առողջապահության նախարարը ընդունում է մեղքը, ապահովագրությունն ուշացրել են։ Վերջնաժամկետ է ասում 2026-ին կներդնեն, ամսաթիվ սակայն չի նշում։ Արդյոք մարզային բժշկական կենտրոնների մասնագիտական հասանելիության ապահովումը բավարար է, որ ներդրվի ապահովագրության համակարգը։ Նախարարը անկեղծացավ, չի բավարարում։ Եթե ծառայություն չգնեն, ապա մարզային բժշկական կենտրոնները չեն զարգանա։ Նախարարի խոսքով 2026-ից ապահովագրության համակարգում կներառվի նաև 200,000 դրամից ավելի ամսական եկամուտ ունեցող անձանց խումբը։ Նրանք 190,000-ն են։ Պարտադիր ապահովագրական փաթեթի արժեքի մասին։ Այստեղ կներառվեն մինչև 18 տարեկան երեխաները, 65 տարին դրացած քաղաքացիները, 18-ից 65 տարեկան հաշմանդամություն ունեցողները։ Հաշվի առնելով մեր տնտեսական զարգացման տեմպերը, մեր հնարավորությունները եւ այն նկատառումը, որ պետք է մեկնարկել եւ ընթացքում ընդլայնել, մեծացնել ծառայությունների փաթեթը, առաջին փուլի համար սահմանել ենք 129,600 դրամի շրջանակներում եւ այն իր մեջ ներառում է կանխարգելիչ, ուրեմն վաղ հայտնաբերմանը ուղղված սկրինինգային ծրագրեր, հիվանդանոցային ծրագրեր, դեղորայքային ապահովում, շտապօգնության ծառայություններ։ Պետք է նախ ստեղծեին ապահովագրության հիմնադրամը, սակայն ոչինչ արված չէ։ Դեռ օրենքն էլ հաստատված չէ, ասում է առողջապահության ոլորտի փորձագետն ու հավելում, առանց օրենքը հաստատելու հայտարարում են, թե 26 թվականից գնում ենք ապահովագրության։ Այն դեպքում, երբ օրինագիծը շրջանառվեց ու ֆինանսների նախարարությունը, կենտրոնական բանկը, այլ գերատեսչություններ այն հետ կանչեցին։ Փորձագետը նախարարի խոսքում նաև մանիպուլյացիաներ է նկատում։ Նախարարը հայտարարում է, թե հեղափոխական պատմական որոշում ենք ընդունել երեխաներին ու հաշմանդամություն ունեցողներին ապահովագրելու, այնինչ նրանք արդեն իսկ ապահովագրված են, 100% պետպատվերի շահառու են։ Այսինքն իրանք պետպատվերի անունը փոխում են ապահովագրություն եւ նախընտրական միֆ են ստեղծում, որ իրանք ապահովագրության ներդրում են անում։ 0-ից 18 տարեկանները, հաշմանդամները լավ վատ իրանք կազմակերպած, բայց իրանք եղել են պետպատվերի շահառու։ Հիմա գնում ասում էին պետպատվերը պրծել է, վաղը կգնաք ասեն ապահովագրությունն է պրծել։ Ավարտվել են նաև մարզային բժշկական կենտրոնները առողջապահության նախարարության ենթակայության տակ անցումի բոլոր փուլերը։ Պետք է գնալ այդ կենտրոնների միասնականությանը, ասուլիսում պնդեց առողջապահության նախարարը, վստահեցնելով, որ որևէ բժշկական կենտրոն չի փակվելու։ Փորձագետը սակայն կասկածներ ունի։ Կառավարության ապա կենտրոնացող քաղաքականության ֆոնի վրա իրանք ամբողջ առողջապահական համակարգը կենտրոնացնում են, որը բերելու է մարզային զարգացման գլոբալ առումով, հավասարաչափ զարգացման կասեցմանը, ինչպես նաև բժշկական հիմնարկները քանդվելու են։ Ավանեսյանը նաև անդրադարձավ բուժական ու վարչարարական հատվածների առանձնացմանը, այսինքն փորձագետի կանխատեսումով մեծ բժշկական կենտրոնների տնօրեններ նախարարությունը հավանաբար արդեն աչքի տակ ունի, որոնք բժիշկներ չեն լինի, իսկ հիմնարկներում կնշանակեն բժիշկների բուժական գծով պատասխանատուների, սակայն այս մեթոդով փորձագետի համոզմամբ առողջապահական ամբողջ համակարգը կդառնա անկառավարելի։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։